Ցուցադրման հովանավոր Նորտուն, ջերմություն ձեր ընտանիքում։ Նորտուն խանութների ցանցի հերթական անակնկալը ձեզ համար։ Եվրոպական լամինատե հատակների մեծ տեսականուց ձեռք բերեք ցանկացած մոդել եւ ստացեք 20% զեղչ, բայց սա դեռ ամենը չէ։ Մինչեւ հուլիսի 1-ը գնումներ կատարելու դեպքում կստանաք նաեւ բարձրորակ շրիշակներ, ձայնա եւ ջերմամեկուսիչ պարալոն, հատակը մաքրելու բարձրակարգ գերմանական հեղուկ։ Նորտուն, ջերմություն ձեր ընտանիքում։ Բարի երեկո, մեր երեկվա թողարկման ժամանակ մենք հարկադրված եղանք ավետել մի նոր թանկացման մասին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ստացված հաղորդագրության մեջ նշվում էր, որ թանկանալու է էլեկտրաէներգիայի սակագինը 3.8-ից մինչև 4.3 դրամ։ Թեև հաղորդագրության մեջ դրամով էր նշված 3.8-ից 4.3, բայց սա մոտավորապես կազմում է 10% այն սակագնի, որ մենք այսօր հիմա վճարում ենք։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանի եւ նույն հանձնաժողովի աշխատակազմի զարգացման եւ մոնիտորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանի հետ։ Բարի երեկո։ Ես գիտեմ, որ դուք հետևել եք մեր նախորդ թողարկմանը, համաձայն չեք հնչած մի շարք տեսակետների, կարծիքների եւ փաստարկների ներկայացման հետ։ Այսօր մենք այս 30 րոպեի ընթացքում հնարավորություն կունենանք անդրադառնալու ձեր բոլոր հակափաստարկներին, կարողանաք ժամանակ ունենաք ներկայացնելու այն ամենը, ինչի հետ համաձայն չեք, բայց նախ ուզում եմ անդրադառնանք հենց կոնկրետ փաստին։ Սակագնի թանկացում էլեկտրաէներգիա եւ ուզում եմ իմանալ ով է այս թանկացման պահանջատերը, ով է պատվիրատուն։ Ինչպես հաղորդագրությամբ նշել ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրելով ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական տնտեսական իրավիճակը իր նախաձեռնությամբ սկսել է վերանայման գործընթացը։ Մի երկու խոսքով ասեմ, այդ հարցը միշտ շահարկում է, թե ինչու է հանձնաժողովի իր նախաձեռնությամբ սկսել գործընթացը։ Էներգետիկայի մասին օրենքը թույլ է տալիս եւ լիցենզավորված անձանց եւ հանձնաժողովին իրենց նախաձեռնությունը ցուցաբերել այս հարցում։ Էլեկտրաէներգետիկական համակարգը ունի որոշակի յուրահատկություն, դա եթե օրինակ բերենք գազամատակարարման համակարգում, այնտեղ ընկերությունը ինքը տիրապետում է ամբողջ իր ֆինանսական իրավիճակին, իր տեսլականը ունի եւ ինքը կարող է դիմել հայտով։ Այստեղ մի քիչ հարցը ավելի յուրահատուկ է։ Այս ճեղքվածքը ֆինանսական կամ այդ ֆինանսական խնդիրները, որ առաջանում են կանխատեսվող տարում, առաջանում են ամբողջ համակարգում եւ ոչ մի ընկերությունում։ Գազամատակարարումն մի ամբողջ համակարգ է, սա էլ մի ամբողջ համակարգ է, որը տնօրինում է մեկ ընկերություն։ Լավ, այստեղ էլ տարբեր ընկերություններ են տնօրինում, բայց ինչն է ձեզ ստիպում գնալ ուսումնասիրություններ անել, ինչ-որ բաներ պարզել եւ հայտ ներկայացնել թանկացման համար, երբ որ դա էլեկտրաէներգիա արտադրող եւ տեղափոխող ընկերությունները չեն անում, եւ դուք ներկայացնում եք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Ձեզ մենք ենք աշխատավարձ տալիս հանրային շահը սպասարկելու համար, ոչ թե արտադրողի եւ տեղափոխողի շահը սպասարկելու։ Աշխատավարձ մենք ստանում ենք այդ հանրային եւ ընկերությունների շահը հավասարակշռելու համար, այսինքն հարկատուների վճարած հարկերից բյուջեից։ Այո, այսինքն մենք հավասարակշռում ենք այդ շահը, այսինքն միակողմանի մոտեցում մեր կողմից չի ընդունվում երբեք եւ ինչն է մեզ հարկադրում դա անելու։ Մենք ոչ թե ինչ որ պահի կամ ինչ որ հենց այդ պահին այս երկու ամսում իրավիճակին ծանոթացանք, այլ դա մեր ամենօրյա աշխատանքն է եւ այդ ընկերություններից մենք յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր եռամսյակ տարեկան կտրվածքով ստանում ենք եւ ֆինանսական հաշվետվություններ եւ տեխնիկական հաշվետվություններ, այսինքն ամբողջ համակարգին համընդհանուր կոմպլեքս մենք տիրապետում ենք, միայն հանձնաժողովն է տիրապետում, իսկ օրինակ ամեն ընկերություն իրավիճակին տիրապետում է իր մասով եւ բոլոր ընկերությունները խնդիրները բարձրացրել են իրենց մասով
Հարցն այն է, որ այս հաղորդագրության մեջ ընկերությունների մասին հիշատակում չկա, այսինքն ոչ էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններն են որևէ բան ասում, ոչ տեղափոխող ընկերություններն են որևէ բան ասում, եւ հանձնաժողովը գնում ուսումնասիրություն է կատարում եւ ասում է, գիտեք, դուք ախր վատ վիճակի մեջ եք, ֆինանսական ճեղքվածք ունեք, եկեք թանկացնենք, որ ձեր վիճակը լավանա։ Կներեք, պարոն Կիրակոսյան, եկեք մի փոքր այլ հարթություն, այլ տեսանկյունից մեկնաբանենք, որովհետեւ ոչ թե հանձնաժողովը գնում ուսումնասիրում եւ ինչ որ բան է հայտնագործում, այլ հանձնաժողովը անընդհատ դիտարկում է։ Այսինքն ընկերությունները չգիտեն, որ իրանք վատ վիճակի մեջ են, դուք եք ուսումնասիրում իրանք տեղեկացնում։ Չէ, մենք իրենց նոր բան չենք տեղեկացնում, մենք անընդհատ ուսումնասիրում ենք տեղի ունեցող process-ները ամբողջ համակարգում։ Մենք տեսնում ենք, որ ընկերություններում ինչ ֆինանսատնտեսական գործունեության ցուցանիշներ կան, եւ տեսնում ենք, թե դրանց համալիր գնահատման արդյունքում ինչ ազդեցություն կունենա վերջնական սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագների վրա։ Եվ մեր խնդիրն է, մեր պարտավորությունն է, անկախ նրանից, թե նույնիսկ գաղտնիքային առումով ինչ գնահատականի կարժանանանք մեր հայրենակիցների կողմից, ճիշտ պահին ազդակ տալու, որ հնարավոր չէ գործող սակագների պայմաններում ապահովել համակարգի կայունությունը եւ սպառողներին էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը, ինչը մենք ձեռք ենք բերել բավական, այսպես ասեմ, բարդ եւ տեղական աշխատանքի արդյունքում։ Այսինքն դուք դա ավելի լավ գիտեք, քան թե էլեկտրաէներգիան արտադրողը եւ տեղափոխողը։ Էլեկտրաէներգիա արտադրողները նախ մեկը չեն, մի քանիսն են, նրանցից յուրաքանչյուրը գիտի իր խնդիրները, տեղափոխող իր խնդիրը եւ բաշխողն իրենը։ Բայց այս ամեն ինչը պետք է բերել մեկ, այսպես ասած, հարթակի վրա եւ դնել իրար։ Բայց իրանք պիտի դիմեն, չէ՞, իրանք յուրաքանչյուրը գիտի իր վիճակը, պիտի գնահատի եւ դիմի հանրային հանձնաժողովին, որ հանձնաժողովն էլ ուսումնասիրի, տեսնի ճիշտ է թե ճիշտ չի։ Հիմա արտադրողները եւ տեղափոխողները բան չեն ասում։ Դուր իրանց համար նստած են, դուք ասում եք, այմար դուք վնասով եք աշխատում, այսքան վատ է ձեր վիճակը, եկեք թանկացնենք, որ նորմալնա։ Այդպես չի։ Ընկալումը սա է հաղորդագրությունը։ Ճիշտ եք ասում, ընկալումը միգուցե այդպեսին է, բայց գործընթացը այդպեսին չի։ Մենք չենք սպասում, որ ինչ որ մեկը մեզ դիմի, մենք նոր բան չպիտի հայտնագործենք։ Սեփական նախաձեռնությամբ եք թանկացնել։ Ոչ, յուրաքանչյուր երամսյակ ընկերությունները իրենց գործունեության բոլոր ցուցանիշների մասին հաշվետվություններ են ներկայացնում։ Մենք գիտենք ինչ է տեղի ունենում այս պահին, մենք գիտենք ինչ է սպասվում հաջորդ ժամանակահատվածում։ Եվ մեր աշխատանքն է այդպեսին, այդ բոլոր գործոնները բերել մեկ հարթության վրա եւ տալ գնահատական։ Եթե մենք այդ գնահատականը չտանք, այ կլինի, որ մենք մեր աշխատանքով չենք զբաղվում։ Դա մեր աշխատանքի բնույթն է, անկախ այն բանից, թե հանրության կողմից այդ աշխատանքը ինչպես է անցալվում։ Լավ, իմ կողմից ասեմ, առանձնապես համոզիչ չէր, միգուցե հեռուստատիտողը համոզվեց, որ դուք ճիշտ ուղու վրա եք, այդպես պիտի աշխատեք եւ սեփական նախաձեռնությամբ պիտի ուսումնասիրեք, համեցեք։ Բառ ավելացնեմ, ուրեմն որց է տեղ ունենում գործընթացը, պրակտիկ յուրաքանչյուր տարի ելնելով էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշռից, սպառումից տեղի ունենում մեր մոտ ամբողջ համակարգի ուսումնասիրություն հաջորդ կանխատեսվող տարվա համար։ Եթե հնարավոր է ներքին, այսինքն յուրաքանչյուր տարի չկա տենց տարի, որ բոլոր սուբյեկտների, ընկերությունների սակագները չվերանայվեն, բացառությամբ նույնիսկ բաշխիչ ցանցի սակագնային մարժան ենթարկվում է վերանայման։ Ինքը կարող է իր վաճառքի միջին սակագինը, որը առնում է կայաններից եւ ծառայություն մատուցողներից, տատանվել, եթե ներքին ռեզերվներ կան, դրա հաշվին մենք չբարձրացնենք վերջնական սպառողներին մատակարարվող սակագինը եւ ուղղակի հանրությունը չիմանա, որ ներքին սակագների վերանայում չհետաքրքրվի դրանով։ Երբ որ հարցը այնքան է բարդանում, որ էներգահամակարգը ինքը իրեն չի կարողանում արդեն վերարտադրել մյուս տարի եւ կա այնքան ծախսային ավելացման խնդիր, նոր միայն այս հարցը իրեն չեղությունն է ստանում, որովհետեւ միակ աղբյուրը արդեն վերջնական սպառողների սակագների ավելացումն է։ Միշտ ավելի տրամաբանական է թվում, որ այդ արտադրող եւ տեղափոխող ընկերությունները իրենք պիտի դիմեն հանրային հանձնաժողով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որ մենք այսպիսի խնդիրներ ունենք։ Ասենք երկու թվով ձեզ ասեմ,
տեսել եք հաղորդագրությունը, որ 20 միլիարդի խնդիր կա համակարգում։ Այդ 20 միլիարդի խնդիրը, օրինակ, բաշխիչ ցանցերը, որոնք անմիջապես վաճառում են սպառողներին էլեկտրաէներգիան, այսինքն կարելի ասել այդ վաճառքի սակագների տերն են, այսպես ասած վաճառողն են, այդ բաշխիչ ցանցերում խնդիրը 20 միլիարդից ընդամենը կազմում է 6-8 միլիարդ։ Եթե նույնիսկ բաշխիչ ցանցը հարց բարձրացնի սակագների իր խնդիրների, որը բարձրացրել է եւ գրություններով եւ հիմնավորումներով եւ իր ամեն յուրաքանչյուր ամիս ներկայացվող հաշվետվությունների ուսումնասիրությամբ մենք դա տեսնում, բաշխիչ ցանցը կարող է միայն իր մասով այդ խնդիրը։ Դե հասկանալի է, ես չեմ ասում բոլորը միանան մի հայտ ներկայացնեն, յուրաքանչյուրը իր մասով պիտի ներկայացնի, ոչ դուք էլ ասեք, որ այս հայտերն ենք ստացել, մենք սրանց հիման վրա ուսումնասիրություն ենք անում եւ պարզում ենք։ Մենք մեր նախաձեռնությամբ բոլորից ճշտել ենք, թե ինչպես սակագնային ընդհանուր քաղաքականությունը ճշտելու համար բոլորին դիմել ենք պաշտոնապես եւ ստացել ենք, թե ինչ խնդիրներ ունեն եւ այդ խնդիրները վերլուծելով համադրելով մեր մոտ եղած իրենց ֆինանսական հաշվետվությունների վերլուծության հետ հանգել ենք այս եզրակացությանը։ Լավ, այս մասով էլի գնահատականը թողնենք հանրությանը, որը ծեր ծառայություններն է բայց մի փոքր էլի այստեղ գործընթացին այլ տեսանկյունից նայենք, հավատացեք, որ խնդիր չի, եթե մենք այսպես ասենք, մենք գործընթացին չենք նայում ընկերություններ, մենք չենք անընդհատ դիտարկում ձեր ֆինանսական վիճակը եւ ընդհանուր համակարգը, դուք պարտադիր պիտի հայտ տաք, որ մենք դրանով սկսենք զբաղվել, ընկերությունները հաջորդ օրը հայտեր կներկայացնեն։ Գործընթացի կազմակերպումից դրա բովանդակությունը չի փոխվում։ Բան չունեմ ասելու, ամբողջ հարցն այն է, որ այդ ընկերությունները իրենք հայտ չեն ներկայացնում, դուք եք նախաձեռնում եւ հանրային ընկալման մեջ այս թանկացումը կապվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Սեփական նախաձեռնությամբ ընկերություններին ասում է դուք վատ վիճակի եք, եկեք մենք ձեր վիճակը լավացնենք։ Եվ որ ասում եք 20 միլիարդ, ախր ես չեմ պատկերացնում, այդ ինչ թիվ է, ինչ է այդքան մեծ թիվ առաջացել։ Օրինակ համեմատության համար գիտեք, հանրապետության մեր ամբողջ երկրորդ մեծ քաղաքի մեկ տարվա բյուջեն ինչ թիվ է 3.2 միլիարդ։ Հիմա այս համակարգն ասում է 20 միլիարդ։ Ես գիտեք համակարգի շրջանառությունը ինչքան է։ Եվ 140 միլիարդ։ Եվ այս ընթացքում ինչ է փոխվել։ Ասեմ ինչ է փոխվել, ինքնարժեքն է փոխվել, տեղափոխումն է փոխվել, դրանք են թանկացել։ Եթե կուզեք ըստ ընկերությունների կասեմ, փոխվել է, օրինակ ասեցի արդեն Հայաստանի էլեկտրական ցանցերում շուրջ 6-8 միլիարդ դրամի խնդիր կա նախնական գնահատմամբ, որոշակի ճշգրտումներ են դեռևս անում, քննարկում ընկերության հետ։ Հայաստանի էլեկտրական ցանցերում բաշխիչ համակարգում 6-8 միլիարդ դրամ։ Ինչ է տեղել, որ 6-8 միլիարդի պակաս ասեմ հիմնական երկու գործոններ։ Երբ որ ընդամենը մի տարի առաջ արդեն էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն եղել է, արդեն թանկացում եղել է, եւ մի տարի հետո մեկ էլ 20 միլիարդ։ Չէ, 20 միլիարդ չէ, 20-ից 6-8 Հա, ընդհանուր եմ ասում 6-8։ Ես կայանների ըստ ընկերությունների անցնենք, པարզ կլինի, Հայաստան էլեկտրական ցանցերում 6-8, երկու հիմնական գործոն նշեմ։ 13 թվականի ընթացքում շուրջ 5 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ են իրականացվել։ Ինչ են արել։ Դե բազմաթիվ գործեր, կապիտալ ներդրումներ են արել, բայց նոր սպառողներ են միացրել էլեկտրացանցին, կատարել են հուսալիության համար որոշակի ենթականների վերազինում, ներդրումներ են կատարել, որը անհրաժեշտ է իրենց բնականում գործունեության։ Հիմա որ իրանք գրեին, որ ոչ թե 6-8 է, այլ 16-8 է, էլի պետք է ասենք կապիտալ ներդրումներ են արել, հուսալիություն։ Չէ, այդ բոլորը կներեք, բայց բոլոր թվերը ունեն հաշվարկներ, հիմնավորումներ ցանկացած մանրամասնության եւ այստեղ պատական թվերի հետ գործ չունենք։ Մենք բոլորին հրավիրում ենք հանձնաժողով դիտելու, տեսնելու, համոզվելու, որ այստեղ թվեր չեն ուղակի հնչում, դրանք իրենց հիմնավորումներն ունեն եւ օբյեկտիվ են։ Ես հասկացա, հիմա արդեն տեղափոխել է եւ արտադրել է թանկացել է, թե դուք հաղորդագրության մեջ ուրիշ բան եք ասում, չեք ասում տեղափոխելն ու ինքնարժեքը ինքնարժեքն ու տեղափոխելը թանկացել, ասում եք ուսումնասիրությունները, ասենք ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ, այսինքն կանխատեսվում, սպասվում են փոփոխություններ, նոր են սպասվում։ Օրինակ այդ 5 միլիարդ ներդրումը, որ ասեցի,
ինքը իրականացվում է, ավարտվում է, ստուգվում է հանձնաժողովի համապատասխան վարչության կողմից, համապատասխանում է արդյոք նախորդ հաստատված ներդրումային ծրագրին, ամբողջությամբ ստուգվում է, մոնիտորինգ է ենթարկվում եւ այդ 5 միլիարդ ներդրումից շուրջ 1 միլիարդ 100 միլիոն դրամը շահույթ եւ մաշվածության տեսքով գալիս է նոր բեռ է դառնում սակագնի վրա։ Հաջորդ ամենամեծ գործոնը, որ ձևավորում այս 6-8 միլիարդը, դա եթե գիտեք 13 թվականին ատոմակայանի մի տուրբինի հետ վթար տեղ ունեցավ եւ ինքը մոտ 90 օր չկարողացավ նորոգումից դուրս գալ, այսինքն ավելի ուշ դուրս եկավ նորոգումից, արդյունքում ատոմակայանը մոտ 300 միլիոն կիլովատժամ ավելի քիչ մատակարարեց, քան նախատեսված էր գործող սակագներում։ Բացի այդ ջրասակահության հետևանքով Որոտանի հիդրոկասկադը եւ Սևան-Հրազդանյան կասկադը մոտ 200 միլիոն կիլովատժամ ավելի քիչ էլեկտրաէներգիա են մատակարարել, քան նախատեսված էր գործող սակագներում։ Ջրասակահություն ունենք մենք այս տարի։ Այո, ունենք։ Ասում եմ, դա պաշտոնապես հաստատված թվեր են, մեր կայքում ամեն ամիս հրապարակվում են, Որոտանի հիդրոէլեկտրակայանը նախատեսվածից մոտ 148 միլիոն կիլովատժամ ավելի քիչ է արտադրել։ Ինչ է լինում դրա հետ։ Այդ թերմատակարարումը փոխհատուցվում է Հրազդանի ջեկով։ Այլ հնարավոր աղբյուր չկա։ Իսկ նրանց ջուրը մի հեկի համար կա, մյուս հեկի համար չկա։ Որ հեկի համար կա։ Դե ասում եք Թե, տեսեք, պարոն Կիրակոս, եթե կարելի է թղթի վրա այսպես պատկերավոր լինելու համար, մենք ունենք արտադրող 3 տիպի կաններ, հա, դա ատոմային կանն է, ուրեմն ունենք ջեկեր եւ ունենք հեկեր։ Մեր մոտ, այսպես ասենք, էլեկտրաէներգիայի գինը գոհանում է այս 3 աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի միջին սակագին ձևավորելու արդյունքում։ Եվ ասենք սրանցից յուրաքանչյուրը որոշակի համամասնություն ունի, հա, այսպես պայմանականորեն նույնիսկ եթե պատկերացնենք, որ յուրաքանչյուրը 33% բաժին ունի ընդհանուր արտադրանքում, ապա այս համամասնության փոփոխությունը փաստացի կյանքում հանգեցնում է նախնական որոշված միջին գնի փոփոխությանը։ Հիմի գների առումով ջեկն ամենաթանկն է։ Եթե մեր մոտ հայեկը կամ հեկերը որևէ պատճառով ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրում, մենք այդ էլեկտրաէներգիան սկսում ենք արտադրել ջերմային կաններում։ Արդյունքում որքան շատ ջերմային կաններում էլեկտրաէներգիա ենք արտադրում, մեր միջին արտադրության գինը աճում է եւ աճում է կտրուկ։ Նախորդ տարի, երբ ատոմականը եւ կասկադները ավելի քիչ են արտադրել, մենք այդ էլեկտրաէներգիան արտադրել ենք ջեկում եւ ամբողջ տարբերությունը գումարային տեսքով, ուրեմն մեր մոտ նախատեսված չի եղել գործող սակագների հաշվարկի հիմքում։ Այսինքն հիմա է թանկացել արդեն, բայց դուք հաղորդագրության մեջ նշում եք, որ նոր գործոններ են ի հայտ գալու։ Ինչ գործոններ են ի հայտ գալու առաջիկայում։ Որ շարունակեմ, պարոն Կիրակոսյան, ասեմ։ Ծախս է առաջանում։ Այս գործոնի արդյունքում Հայաստանի էլեկտրական ցանցերը շուրջ 16 միլիարդ դրամի վնասվել են։ 2013 թվականի ընթացքում այս փաստացի փոփոխության արդյունքում կառուցվածքի։ Եվ այդ համաձայն մեթոդաբանության 13 թվականին։ Այո։ Այս 16 միլիարդը փոխհատուցվում է սակագներով 1/3-ի չափով 3 տարի ժամկետում։ Այսինքն ինքը 16 միլիարդ չի ստացել։ Ինչ որ վարկային միջոցներով այդ խնդիրները լուծել է, մենք ըստ մեթոդաբանության ասում ենք բեռը կնստի սակագներում 1/3 չափով 3 տարվա ընթացքում։ Այսինքն ընդամենը 5.4 միլիարդն է գալիս այդտեղ որպես խնդիր։ Լավ, ախր 1 տարի առաջ այդ նորից ուսումնասիրել եք, նորից թանկացրել եք, թեև այսպես հստակ բացատրություն չեղավ, այսպես մանրամասն թե ինչու է թանկանում։ Գազը թանկանում էր, աղմուկը բարձրացավ, այդ ընթացքում էլեկտրաէներգիան էլ թանկացավ, վերջացավ։ Այդ ոնց էիք հաշվարկել, այդ ինչպես էիք հաշվարկել, որ մի տարի չանցած նորից 20 միլիարդի ծախս է առաջանում։ Դե որ թողեք միջևերջ։ Թե թողում եմ։ Կներեք, օրինակ այս մի գործոնի մասին, որ խոսում ենք, Հիմի հնարավոր չէր կանխատեսել, որ ատոմականը 90 օր պիտի կանգառի ռեժիմում գտնվի, կամ հնարավոր չէր կանխատեսել, որ
մեր երկու կասկադները պիտի ավելի քիչ էլեկտրոէներգիա արտադրեն եւ դրա արդյունքում թանկացումից հետո է տեղի ունեցել հուլիսի 13 թվականի հուլիսից հետո է տեղ ունեցել։ Թանկացումը երբ եղավ։ 13 թվականի հուլիսին։ Ատոմականը մեր մոտ կանգնեց տարեվերջին, կարող եք տեսնել եւ կանգառ եղել է նոյեմբերին մինչեւ, եթե չեմ սխալվում, փետրվար տեղել։ Լավ, հիմա առաջիկայի համար այդ ինչ կանխատեսումներ են, ինչ ուսումնասիրություններ գործոններ են առաջանալու, որ այսքան պարտքի առաջ։ Ասեմ, բան։ Հաջորդ ամենախոշոր խնդիրը համակարգում դա առաջանում է Երևանի ջերմային էլեկտրակենտրոնում։ Եթե գիտեք, նոր էներգաբլոկ կառուցել, որի արդյունքում նաև շատ խնդիրներ լուծվեցին, այսինքն ինքը աշխատում էր գազ էլեկտրոէներգիայի դիմաց գործարքով է աշխատում, կարողանում է իր էֆեկտիվության արդյունքում ավելի շատ էլեկտրոէներգիա արտադրել, քան իր պարտավորությունն է այդ գործարքով եւ բավականին էժան էլեկտրոէներգիայի մուտք ապավել համակարգ։ Հիմա ինչ խնդիրներ կան ջեկում։ Վերջանում է այդ արտոնյալ կառավարության երաշխիքով վերցված արտոնյալ վարկի արտոնյալ ժամկետը 2015 թվականից սկսվում է այն վարկի մարումը, որով կառուցվել է այդ էներգաբլոկը։ Մենք դա պիտի փոխհատուցենք սպառողներս։ Իսկ ով պետք է փոխհատուցի։ Տնտեսվարողը իր շահույթների հաշվին։ Երևանի ջեկը կարգավորող ընկերություն է, ինքը չի աշխատում մրցակցային շուկայում, իրան ասում են պետք է վաճառես այս գնով, քանի որ քո հիմնավորված ծախսերը սա է։ Մենք ենք այսօր Երևանի ջեկի սակագնի հաշվարկում չկա շահույթ, չկա մաշվածություն։ Առավելագույնս էժան ստանալու համար սպառողների սակագինը։ Հիմա գալիս է ջերմաէլեկտրակենտրոնի կառուցման համար ներգրաված վարկի մարման ժամանակացույցը 3 միլիարդ դրամ։ Պետք է ներառենք սակագնում, թե չէ, որտեղից է տալու ընկերությունը։ Հնարավոր է, որ սրանով գազի գնի թանկացումն է նախապատրաստվում։ Գազի գինը որևիցե առնչություն չունի։ Որևէ առնչություն չունի էլեկտրոէներգիայի հակառակ առնչություն ունի, որովհետև գազի գնի բարձրացումն ազդում է ջերմային էլեկտրականներից առաքվող էլեկտրոէներգիայի սակագների վրա եւ արդյունքում արդեն վերջնական սպառողներին առաքվում։ Նաև այսպիսի տեղեկություններ կան, որ գազի գինը արդեն թանկացել է եւ սրանով է նաև բացատրվում։ Ունեք այդպիսի տեղեկատվություն, որ հիմա ոչ թե 189 է, այլ թիվը ես հիմա պրոցենտ դուրս բերել եմ, ասեմ ինչքան է։ 217-ից 220։ Կա այդպիսի տեղեկատվություն։ Այդպես տեղեկատվություն գազի գինը 189 դոլար է սահմանին։ Իսկ ինչ եք կարծում, հնարավոր է, որ ասենք 1 տարի առաջ թանկացնալուց, հիմա նորից թանկանալուց, այս 20 միլիարդը նորից չփրկի համակարգը, մեկ էլ այս 20 միլիարդը վերականգնելուց հետո նորից ուսումնասիրեք, բարձր կորելի գործոններ կան, էլի չի փրկվում համակարգը, վերջերս համակարգը սնանկանա ու տարվի եւ այսպես այս ճանապարհով գնա։ Եթե փորձեինք գնալ այդպես կրիտիկական ճանապարհով, սնանկացման կամ օտարման, ապա կարելի էր ոչինչ չանել, ընդհանրապես չխոսել թանկացման մասին եւ տեղի կունենար այն ինչ դուք ասում եք առանց որևէ խնդրի եւ մեր բոլոր գործողությունները եւ այս գործընթացը սկսելու նպատակը հենց նա է, որպեսզի համակարգը գործի կայուն եւ սպառողները անխափան էներգիա կարողանան ստանալ։ Գիտեք, այս հաղորդագրությունից ու թվից ինչ տպավորություն է ստանում սովորական շարքային մարդահասեն, իմացեք էլի, ասենք, որ ասում են 20 միլիարդ դրամի ճեղքված, այն էլ որ մի տարի առաջ թանկացել է, ու բանա որոշակի գործոններ են ի հայտ գալու, որոնք ազդելու են, մտածում ես, տեսնես ուսումնասիրել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գտել, որ այդ ինչ տարերային աղետ պիտի լինի, այդ ինչ ողբերգություն պիտի լինի, այս էլեկտրասնուցման այդ գծերը, բաները, հա, սյուները բոլորը պիտի տապալվեն, այդ լարերը բոլորը մանր հատվածներով պիտի կտրատվեն, դրանք վերականգնելու հարց պիտի առաջանա, այս ինչ ենք հայտնել։ Բոլոր թվերն ունեն իրանց հիմնավորումները, մեր հաղորդագրությունը ընդհանրապես տենց կարճ բնույթ է կրել, որովհետև այս ամենը մի թղթով կամ մի փոքր ֆորմատով ուղղակի հնարավոր չի ներկայացնել։
Մարդը հնարավորություն ունի բացվածքներին ծանոթանալու։ Իհարկե, հենց այդ հաղորդման առումով քննադատություն եղավ անցած թողարկման ժամանակ, չգիտեմ որ չեք արձագանքում անջատումներին, լարման շեղումներ են լինում, հանրային շահը չեք սպասարկում, որ սպասարկման որակը լավը չի, որ ընդհանրապես այս հանձնաժողովից լավ բան քիչ ենք լսում։ Շնորհակալություն, որ հնարավորություն եք տալիս նաև անդրադառնալու։ Մենք երեք հետևում էինք ամբողջ հաղորդման ընթացքին։ Ցավով պիտի նշեմ, որ առիթ չենք ունեցել ձեր բանախոսին, պարոն Պիպոյանին անձամբ ծանոթացնելու մեր գործունեությանը, դրա մանրամասներին, բայց այնուամենայնիվ հանձնաժողովը հրապարակային կառույց է, թափանցիկ է իր գործունեության մեջ։ Մեր ներկայացուցիչները պարբերաբար հանդես են գալիս եւ մամուլով եւ եթերով, որպեսզի հանրությանը իրազեկեն տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Պարոն Պիպոյանը մի շարք գնահատականներ հնչեցրեց, իհարկե որոնց հետ որևէ կերպ համաձայնել չենք կարող, բայց այնուամենայնիվ հույս ունեմ, որ հաջորդ անգամ, երբ գնահատականներ կհնչեցնի հասարակական կազմակերպությունը, գոնե իրեն ժամանակ կգտնի մի փոքր ծանոթանալու մեր գործունեությանը։ Մենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ աշխատում ենք, բոլոր նրանց, ով հետաքրքրություն է հայտնում մեր բոլոր քննարկումներին, հանձնաժողովի նիստերին մասնակցում են։ Գուցե մեր հետ կարող են համաձայնել, չհամաձայնել, մենք կարող ենք բանավիճել, բայց նրանք գիտեն, թե ինչ է նշանակում կարգավորումը, որոնք են կարգավորման ոլորտները եւ մեր մոտեցումները, եւ իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպություն, օրինակ մինչ օրս որևէ կերպ ներգրավված չի եղել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում, որպես սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություն, եւ մենք միայն ուրախ կլինենք, եթե ինչ որ մեկը եւս սկսի դրանով զբաղվել եւ օրինակ նույն սպասարկման որակի մասին, որ թերևս երեք բազմաթիվ անգամներ տարբեր տեսանկյուններից շեշտվեց, նույն կազմակերպությունը փորձի առաջարկություններ ներկայացնել դրանց բարելավման ուղղությամբ, որովհետև հանձնաժողովը ոչ միայն սակագներ է սահմանում, այլ նաև ընկերություններին տրամադրում է լիցենզիաներ, հանձնաժողովը սահմանում է այն պայմանագրերի օրինակելի ձևերը, որոնք մենք կնքում ենք էլեկտրական էներգիա, բնական գազ մատակարարող ընկերությունների հետ, սահմանում է այն կանոնները, որոնցով մեր հարաբերություններն են կարգավորվում եւ դրանք ըստ էության ամբողջությամբ ներառում են սպասարկման որակի ցուցանիշների ողջ սպեկտրը եւ ես պիտի նաեւ ասեմ, որ մենք այս առումով որևէ բանով հետ չենք մնում նաեւ եվրոպական երկրներից, պարբերաբար գնահատում ենք մեր մոտ գործող համակարգը ինչ մակարդակի վրա է գտնվում, թերևս մեկ զեկույց այսպես ուղղակի վերցրեցինք մեր հետ, նաև առիթ օգտագործելով ներկայացնելու, վերջերս հրավիրել ենք եվրոպացի մեր գործընկերներին գնահատելու, թե ինչ մակարդակի վրա է գտնվում նույն, ասենք, սպասարկման որակը Հայաստանում համեմատելով եվրոպական երկրների սպասարկման որակի հետ։ Ուրեմն ես ուղղակի կարդամ, կարող եմ նաև վերջում փոխանցել ձեզ իրենց եզրակացությունները։ Ասում են, որ իրենց վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր մոտ սպասարկման որակի ցուցանիշները համահունչ են եվրոպական ցուցանիշների հետ։ Ասում են, որ դրանք համապատասխանում են իրենց մեծությունների առումով։ Ասում են, որ հաճախ որոշ դեպքերում Հայաստանում գործող ցուցանիշները ավելի խիստ են, քան եվրոպականները եւ մի քանի օրինակ են բերում, ասում են օրինակ, եթե ձեր մոտ չվճարումների դեպքում մատակարարումը դադարեցվում է, դուք պարտադրում եք առավելագույնը 1 օրում վերականգնել, իսկ Վենգրիայում, Սլովակիայում դրա համար 3 օր ժամանակ է տրվում։ Շատ լավ, մեր ժամանակն արդեն սպառվեց, պարոն Բուդաղյան, շատ լավ է, որ եվրոպացիները ձեր աշխատանքը շատ բարձր են գնահատում, ես կուզենամ, որ նույնքան բարձր գնահատվի նաև հայ հասարակության կողմից, հաջողություն մաղթեմ ձեզ աշխատանքում և ավարտենք։
Այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի սահմանագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանի եւ աշխատակազմի զարգացման եւ մոնիտորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանի հետ։ Լավ մնացեք։ Ցուցադրման հովանավոր Նոր տուն, ջերմություն ձեր ընտանիքում։ Նոր տուն խանութների ցանցի հերթական անակնկալը ձեզ համար։ Եվրոպական լամինատե հատակների մեծ տեսականուց ձեռք բերեք ցանկացած մոդել եւ ստացեք 20% զեղչ, բայց սա դեռ ամենը չէ։ Մինչեւ հուլիսի 1-ը գնումներ կատարելու դեպքում կստանաք նաեւ բարձրորակ շրիշակներ, ձայնա եւ ջերմամեկուսիչ պարալոն, հատակը մաքրելու բարձրակարգ գերմանական հեղուկ։ Նոր տուն, ջերմություն ձեր ընտանիքում։